Պարոն Քոչարյան, խնդրում եմ ձեր ակնկալիքները ներկայացնեք, ինչ ակնկալիքներ ունեք Սահմանադրական դատարանից այն պարագայում, երբ ընդդիմությունը դուք եւս պարբերաբար նշում եք, որ Հայաստանում դատական համակարգը անկախ չի գործում։ Ինչ ակնկալիքներ ունեք այս պարագայում։ Տեսեք, զուտ այսպես իրավաբանորեն ճիշտ է իհարկե այն կլինի, որ առնվազն որոշ դիմումներ ներկայացված ընդունվեն, բայց հաշվի առնելով Սահմանադրական դատարանի կազմը նաև այս իշխանությունների ճնշումները, որը վստահաբար կան բոլորի վրա, ընդհանուր դատական համակարգի եւ Սահմանադրական դատարանի վրա նաև ես իրականության մեջ չեմ ակնկալում, որ կարող է այսպես դրական որոշում կայացնեն, որ կարող են արդարադատություն իրականացնել։ Ամեն դեպքում սա մի հարթակ է հրապարակային, որտեղ նաև քաղաքական ուժերը պետք է փորձեն ներկայացնել նաև մեր ժողովրդին այն խախտումները, այն ավելի չափի ընտրական խախտումները, որոնք արվել են, հիմնական նպատակը ավելի սա են տեսնում այս գործընթացը։ Եթե Սահմանադրական դատարանը ԿՀ-ի ներկայացրած կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալները անփոփոխ թողնի, ինչ եք պատրաստվում անել դուք համատեղ ընդդիմության հետ միասին։ Այդ ամեն ինչի մասին հետագայում կհայտարարվի, ես այսպես առաջ չընկնեմ, չեմ էլ կարծում, որ վերջնական դեռևս կա այդ քննարկումները ունեն ամփոփում, երբ որ կլինի, արդեն համապատասխան ձևով կարծում կլինի դրա մասին հայտարարություն։ Պարոն Քոչարյան, նաև նախընտրական փուլը ինչպես եք դուք վերլուծում եւ ինչ եք կարծում, ինչ բաց թողում եք ունեցել նախընտրական փուլում, որ չեք կրկնի հետընտրական փուլում։ Գուցե ընդդիմությունը միավորվի, նաև Սամվել Կարապետյանն այդ մասին հայտարարել, ինչ եք պատրաստվում անել հետընտրական փուլում, դատելով նախընտրական փուլի բաց թողումները։ Շատ տարբեր փուլերի մասին ենք խոսում, նախընտրական փուլը ուրիշ տրամաբանություն ունի, հետընտրականը ուրիշ։ Որն է բաց թողումը, որ հետընտրական փուլում չեք անի։ Քիչ դժվարն է այդպես բառը, որտեղ ասում տարբեր տրամաբանություն է նախընտրական փուլում, այսինքն հիմնական շեշտադրում ուրիշ բաների վրա է, հետընտրականը ավելի շատ այս խախտումներն է, այս ամեն ինչի մասին խոսելն է, բարձրաձայնելն է, եթե հնարավորություն կա, կլինի, եթե նման հնարավորություն, նաև փողոցային պայքարը այսպես տարբեր է, ու այստեղ պետք է միասին իսկապես ճիշտ որոշում կարողանանք կայացնել, ունենալով ռեալ պատկերացում։ Իսկ մանդատների վերցնելու հետ կապված երբ եք հստակ որոշում ներկայացնելու, ինչ եք պատրաստվում անել։ Սահմանադրական դատարանի այս գործընթացները, երբ որ արդեն ավարտին կհասնեն, այդ ժամանակ թե վերցնելը, թե չվերցնելը պետք է լինելու շատ թափանցիկ բարձ ձևով մեր ընտրողներին, մեր քաղաքացիներին բացատրենք։ Ամեն դեպքում թե վերցնելը, թե չվերցնելը լինելու են պայքարը շարունակելու տրամաբանության մեջ։ Ուղղակի այստեղ պետք է իսկապես ճիշտ այսպես ծանոթ անել, հասկանալ, որ դեպքում է պայքարը ավելի արդյունավետ լինելու շարունակել։ Երկու պարագայում էլ հետևելու եք, հետապնդելու եք իշխանափոխությունը, նպատակը դա է լինելու։ Իհարկե, միանշանակ։ Ոչ մեկ այստեղ մեր մասով չի պայքարել զուտ ինչ-որ մանդատներ ունենալու ազգային ժողովում լինելու համար, ենթավոր լինելու համար, որտեղ այդտեղ լինելը միայն ավելի շատ հարվածներ է ստանում, ավելի շատ է թիրախավորվում, այսպես զուտ անձնական տեսանկյունից այդտեղ ոչ մի շահ, ոչ մի լավ բան չկա, հա։ Զուտ այդ ամեն ինչը եթե լինի, միանշանակ լինելու է պայքարը շարունակելու տրամաբանության մեջ։